Այս է բայտ։ Թե ինչու բաժանվեցին Հայկոնը Մկոն, օրս արև չգիտեմ։ Ուրիշի շուրթեն են համբուրում կեզ գուրգուրում Չէ որ դու թիթիզի մեկտես Ինչը վայլենք արա, ինչը վայլենք այ Beat me, hit me, you can never break me Չեմ սիրում եք, ոչ Գարիկին, ոչ Ռոբին։ Կանգար, բարկանի բատու կանգար Զզվում եմ ես դրանցից։ Ես ուզում եմ Ռոբը մեռնի։ All I wanna see is the Tiro Village everybody Հավեմանով կրվում եմ, եթե պետ Էց այսպես էլ ապրում ենք։ Անցած ամառ գնում եմ Գառնու տաճարի մոտ ռեստորան կա բացօթյա որպեսի վարեմ հարսանիք տաքսին եկավ կանգնեց նստեցի ասեցի գնանք Գառնի են գնում ասեցի լուրջ Գառնի են գնում ասի հա ախպեր կարամ զանգեմ տնեցիքին էլ կան Գառնի էլի տենան Գառնին դες ձեն չանեցի ասի լավ եթե ալո Սուսան ուր ես տունն ես երեխեքը տուն են շուտ երեխեքին հագցրա գալիս եմ եթում են Գառնին տենանք հա սպասի կինը եկավ դուրը բացեց ինձ արեց հրաճիս ով է ասեց ոչինչ մեր ընկերն է ինքն էլ ուզում Գառնին տենան նստեք Բայց վերջին փողը վերցրել է հա Ոչ էտոնի ասնեցքին դու ես ման տվել գիտեի Բարի երեկո YouTube բարի գալուստ Կարմիր Խնձոր Բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին սեղմեք զանգակի կոճակը ու մի մոռացեք մեկնաբանություններ գրել Այո մեկնաբանությունում գրեք տղաներ ջան հետևում ենք ձեզ Ստավրոպոլից ձեր բռնած գործին հաջողություն Վեն էկրանը լզող շունիկ Մեր այսօրվա հյուրն է դերասան, շոումեն, մաքուր սիրտ, ժողովրդի ծոցից դուրս եկած, պաշտոնապես ոչ մեկի ծոցը դեռևս չմտած Ազապ, Լեդի Քոբուլետի Յարս Վայքումատ, մեգա հիթերով լայն ճանաչում ձեռք բերած, կամերային թատրոնի վետերան, Թաթա Սիմոնյանի դվայնիկ, Մայքլ Ջեքսոնի տրայնիկ, Դեսից դենից Արտյոկ Օվկենի շոու ցածր ռեյտինգներով հաղորդումների բարձր ռեյտինգներով հաղորդավար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալակիր Կարքին հաղորդում No Comment նախագծերի մասովկա Ձորաշենի թոր Լենուղու պարծանք Արմավիրահայ արտիստ Ռաֆայել Երանոսյան Այսօր առաջին անգամ իմ մասին այդքան բան եմ ասա, ես այդպես պատմություն ունեմ։ Մենք քրքրում ենք մեր դերերին մինչև Այսքան բան Դեսից դենիցը հիշում ես։ Այս դեսից դենից շատ 2006 թվի բան ես ասում, այդ արդեն ինձ թվում է այդ ալիքն էլ չկա։ Իսկ բո ալիք կարող է չկա, բայց դու մնայուն ես։ Մենք Ձորաշենի բնակչությանը։ Ձորաշեն ապը, Ձորաշեն, այո, ղռխ։ Այդպես է հիմա կոչվում։ Ղռխեցի Ռաֆը։ Ղռխ։ Հիմա Որտեղ ոչ մի ձայնավոր չկա իդեպ։ այո, Ռաֆ, քանի որ վերջին ժամանակներում դու համարվում ես Հայաստանի ամենաթանկ, ամենապրեստիժնի եւ ամենասիրված հանդիսավարը։ Ես ու Սիփանը չենք կարող բաց թողնել այս անվճար շանսը ու չխնդրենք որ այսօրվա մեր հաղորդման բարով տեսանքը ասի անձամբ Ռաֆայել Երանոսյանը։ չէ, դե եթե տենց առաջարկում եք, ուրեմն ինձ մի հատ բերեք խոսափող, սենց խոսափող, սեղան գցեք մի հատ նորմալ, Չէ, Ռաֆ։ ես բաժակը վերցնեմ ու մեծ սրտով փոքր բաժակով մաղթեմ ձեր հաղորդմանը անվճար լիքը լավ բաներ։ Եթե դուք այդքանը մտածել եք, ինչի՞ մեծ սեղան չեք գցեք, կանչել եք, բերել եք, այս ժամին Մենք քեզ հաղորդավար ենք կանչում, մենք քեզ հանդիսավար ենք կանչում, հյուր չէ։ Ոչինչ, մի հատ սեղան գցեիք սիրուն բանը, Տեժան վաֆլին դրեցիք դեմս ու տենց։ Դե ես հիմա օրինակ հանուն անկեղծությամբ, բայց ասեմ, ես եղել եմ որ Ռաֆայելը ինձ տանում էր դեռևս վաղ տարիքում, որ ես տեսնեի ինչպես է ասացել վարում, Ռաֆայելն են սեղան են գցում, իսկ հարսու պես են տեն սեղան չեն գցում։ Դες ինչ որտեղ չէր գալի ուրիշ ձև։ Բարտերով է ժամանակ դեռ։ Մենակ Ռաֆոին է սեղան գցել։ Այդ ժամանակ կերակրելով էի աշխատում, ես ինձ կերակրեք կգամ։ Իրոք ցանկանում եմ որպեսզի լինեն լավ հյուրեր, պոզիտիվ հյուրեր։ Դուք էլ միշտ բարով տեսնեք ու միշտ լավ բաներ թող հնչի, ու միշտ թող լինի արևը ու թող միշտ լինի ամառը ու թող միշտ լինի տենց ու միշտ թեթև ապրենք։ Բարի ընթացք ձեր հաղորդմանը, ապրեք շնորհակալություն։ Ես գնացի։ Էսի ջրով խմելու չի, մի վարք։ Մենք Monk 3-ի սպոնսոր չի, մենք ենք։ Մենք։ Էս ի՞նչ է։ Գինի է։
Էս ինչ Սա գինի մեր է։ մոնկ երեքի սպիտակ գինին է Ռաֆ։ Եթե սիրում ես, որ խնդրեմ, Մի խմեք տենամ թունավոր բան չի նոր։ ոայ, չէ, հենց քոնն է տունավոր, մենք որ խմենք, մեզ բան չի։ Ոչ դու խմել։ Ասում եմ դու այս բարով տեսանկից հետո ձեր խնամիությունը վերածվի մեծ ամուր բարեկամության։ Բարով տեսանք։ Ինչ են այդ ինտոնացիայով խոսում են։ Եվ հուն Բայց որ դու տիտոնացիայով չես խոսում, գիտեմ բան, ուղղակի չես բան, հանդիսաբար չես։ Պարոն Երանոսյան։ Այդպես մի տես պարոն Յանոսյանը բան դե ֆորմատն է, Ինքը տենց դասինակություն է ստացել։ Դե որ տենց դասա, ես վերջում տենց որ տանից դուրս եմ գալի, բակի երեխաները միշտ տենց կողքի բակից մարդկանց են երեխաների են բերում, որ հետս նկարվեն կամ բան, այս վերջի մի հատ երեխա տենց կանգնած էր, տենց որ իջա, եկավ ասես պապի ջան կարամ մի հատ քո հետ նկարվեմ։ Ու ես հասկացա, որ նա ինձ, չէ, նա ինձանից ասենք 30 տարի ինձանից մեծ է, դա ինձ համար արդեն պապի է, չէ՞, ես եմ ասի, հոպար։ Մեզ համար էլ է պապի քեզանից 30 տարի։ 30 տարի մեծ է, այդ երեխա համար ես 30 տարի մեծ է, նորմալ էր, որ ինքը դες մեր պապի ջան։ Ռաֆ պապիկն է, նորմալ է, ասա։ Պապի Ռաֆ, դու մեր շոու բիզնեսի մեծ դոշերով, պրոշներով սիրածն ես։ Բացատրենք ինչու։ Բեռնարդ շոուի Արտյոմն ու Արմենը բաժանվեցին, պարզվեց Արմեն Վարդանյանի հետ ես։ 32 ատամն ու վիտամին առանձնացան, պարզվավ 32 ատամի հետ ես։ Հայկոն ու Մկոն իրարից առանձնացան, պարզվավ դու կարգին սկեչերում ես։ Վաչեն թողեց գնաց Ամերիկա, պարզվեց դու Վահանի խավորն ես։ Ռաֆ, միջև ուր էլի։ Հաջորդը որն է լինի։ Ամենասկանդալայինը։ Նայեք, իմ այնպես է դասավորվել, որ ես իմ կյանքում միշտ հայտնվում եմ, ասում եմ ճիշտ ժամանակին հայտնվում եմ ճիշտ տեղում։ Ես եղել եմ կարգին հաղորդման մեջ ու պատվով եմ դա ասում, որ նկարանվել եմ կարգին հաղորդման մեջ։ Թե ինչու բաժանվեցին Հայկոն ու Մկոն, հորս արև չգիտեմ։ Դու մեղավոր չես։ Ես մեղավոր չեմ։ Չես գերել։ 32 ատամ ակումբում եղել եմ էլի, երբ որ աշխատում էի Armenia TV-ում ու նկարահանվում է 32 ատամ հաղորդման մեջ, մի շրջան նկարահանվեցի, որը էլի պատվով եմ ասում, որ նկարահանվել եմ։ Վաչեի հետ ընկերություն եմ արել, Վաչեն գնաց Միացյալ Նահանգներ, Վահանը մնաց ստեղ ու որոշեց, որ ես պետքա դառնամ իր քավորը, ես էլ պատվով ընդունեցի այդ առաջարկը ու հիմա Վահանը իմ կյանքում այն մարդն է, որ այս վերջերս նույնիսկ Վաչի հետ ստաց խոսում ենք, որ Քո հետ ավելի մոտիկ։ Վահանը հայտնվեց իմ կյանքում, մի տեսակ ուրիշ ձև առաջ չէի սիրում Վահանին, Վաչեին ավելի շատ էի սիրում կամ Վահանին չէի սիրում, մի տեսակ sense չգիտեմ, չէի կարող ընկալեի Վահանին, բայց Վահանի հետ հանդիպելով հասկացա, որ ես ինչի շատ շուտ Վահանի հետ չեմ հանդիպել, որովհետև լավ մենեջեր է, լավ սանիկ է, լավ ընկեր է, լավ մարդ է, ու ընդհանրապես այնպես լավ է, որ Վահանը կա, որովհետև երբ որ կռիվ մռիվ ալինում յան են տպ։ Տեսել ես այդ վիդեոն ոնց է Ռաֆոն գրպանից անում դոլարները ԱՄՆ։ Այսպես այդ ազաբին անվերջ դրա համար իմ հարցը։ Ես իմ կյանքում ուրեմն ասեմ Սիփան ջան, ես այս մի քանի տարվա ընթացքում շատ ընտանիքների խավոր եմ։ Այո։ Երիտասարդ ընտանիքների, թե կնոջի Իդեպ կա թիվը քո մոտ արդեն գիտես մոտ քանի տեղից խավորությունը, 15 ընտանիքի խավոր եմ եւ եկեղեցու, առաքելական եկեղեցու խաչքավորել եմ եղել։ Ես ասեմ, այդ ծափարենք 15 ընտանիքի խավոր է, 15 անգամ խավորի պաշտոն։ Շնորհակալություն։ Ծափարենք քո ֆինանսական հոսքին։ Շնորհակալություն, հա, ասում լավ բան է խավոր լինելը։ Անես լավ է որ գալիս է մի հատ պայ երբ որ ծնունդ ոչ ոք չի շնորհավորում, գիտես որ գոնե սանեկներդ քեզի կշնորհավորեն, գոնե 15-ած ստորի կգցես։ Ռաֆ, առաջարկում եմ Հələ առաջարկ։ մի փոքր, այո, շփվենք։ Առաջարկում եմ դուք հանգստանալ։ Նստում ենք Իգնատիրը գնում ենք բան Դուբայ։ Մի քանի օր հանգստանում ենք, բան գալիս ենք եւ այսպես մենք վերադարձանք հանգստից ոչ Ժողովուրդը ստեղ է, կամերաների մոտ է։ Օրինակ լավ կլներ այտենց լինի։ Ես հենց հարստանանք եւ տենց ենք անել։ Մեր նախագծի աճն է։ Հասկանում որ դուք չեք հարստանում։ Ռաֆ, Խնդրեմ, ասա։ հարցազրույցներից Մեկում ասել ես որ չեմ հիշում ինչ եմ լավն է, չէ՞, բայց այտենց լավ ասում։ Հարցազրույցներից մեկում ասել է Ռաֆայել Երանոսյանը։ Շատ էլ հիշում եմ ինչ եմ ասել։ Չէ, ես կասեմ ինչ եմ ասում։ Ցիտես։ Դրե նա դուք ժամանակը դրե նայել ես։ Այս սա քո հարցազրույցի տեքստը։ Լուրջ ես ասում։ Չէ, ասել ես որ եթե 24 ժամ Քեզ չհարցնեն երբ ես ամուսնանալու կամ ամուսնանամ։ Այո, հիմա մենք հաշվել ենք։ Նայ դու այսօր հարցրեցիր Չէ։ Մենք հաշվել ենք վերջին չհարցնելուց անցել է ուղիղ 23 ժամ 59 րոպե 50 վայրկյան 10 9 8 7 Մի վարկան Ռաֆին բան եմ ուզում հարցնել, սպասի բան եմ ուզում հարցնել։ 6 5 Բան եմ ուզում հարցնել։ Հանգստացի 3 2 1 գնացինք։ Hey Raf. Aha.
Բայց չէ, մի վարկան։ Բայց ասեմ։ Մեղերը բան։ Սկսել ենք հավանդույթով դրա համար հորքուր նախշուն։ Արի։ Կնդալու կլնել բանը։ Հորքուր ենք։ Բտակ երաշտությունը։ Հորքուր ենք բան, սաղկայն։ Լապերով հորքուր նախշունի դիմավորում ենք։ Ay, aferes! Rafes! Verçapes, yerazan kısmet! Իրականում հորքուր ես աշող։ Hastıkça! Ջան, արի Şınavır, şınavır, bahtavır! Հորքուր կտանես տուն։ Yerazan Լավա շ։ Ով ա եղես ամեն ինչի հեղինակը։ Արողություն շարունակում ենք։ Գեր մերնեմ անունը ոնց։ Harsı alma, çünkü Հարսիկ ջան։ Բայց էսի լավ բան է, հա։ Լավ բան է, որ դու հորքու ջան։ Հորքուր։ Այս կոծերը։ Արսես մեր երիտասարդներին։ Արի, էսի բաժան եք երեխեքին բաժան եք։ Ասրացնենք։ Ապրեք։ bahtavır, bir barsıcı! Հրացապարին հորքուրն աղշունին, Ռաֆայել Երանոսյանի հարազատ օրակույրը։ Այսպես պետք Այսպես արի սիրուն ես, արի ցավը տանում ես խեղճ երեխուն էլ։ Արի հորքու ջան, արի մի հատ ֆոտոն ապամից։ Ով ա նկարել։ Լևոն կանգնի։ Այսպես։ Այս օրը գալու է։ Մեր Ռաֆոն հաստատ թակավոր տղայա, սիրտալիտեր ներքավորն է լավայա։ Ամբողջ համացած ինա։ Լսել ենք մսա։ Դավայ, նկարվանք։ Ամբողջ համացանցը, բայց որ Համլետյան ասելով չճորքի։ Կնդալու կնի մազը պապանել է գալի, հա դες բակաշ։ Հորքու ջան, դու հարսին տար, ցավը տանեմ։ Հիմա հարսին տան դեղ մի հատ տնտղի։ Ու հարսին տան դու մենք ժամանակները փոխվել։ Էլի բարձր հիշեցնեմ որ մեր հաղորդման անունն է Կարմիր Խնձոր։ Հորքուր նախշուն, դու մեր ամեն ինչն ես։ Ով է հորքուրի։ Դու ես արել Լևոն ես ամեն ինչը։ Հորքուրը կրեդո Դավերյանն է։ Ձիաննա ենք ես ամեն ինչը մեջ խառնված կան։ Դու զանգել ես հորքուրին, հա։ Հա։ Հորքուրի համարը քեզ որտեղից։ Ոնց 0-10 քաղաք։ Ես հորքուրը շուտ մեկնա։ Դրանք արմավիրի են մեծ բա, հերոսի գիրքը որ կա։ 12-24-61։ Շատ խնդալու անակնկալեր, շատ։ Հիմա այս ամեն ինչից հետո ամբողջ համացանցը չմպլպլույալնելու որ տենց բանը Ռաֆոն ամուսնացավ եւ այլն եւ այլն։ Հորքուրն էլ կա կադրում։ Հորքուրն էլ կա կադրում, բոլորն աղջին աղջուն տեսանք ես, ես չես կարա խափես բան, այս կոմենտում նայեք։ Հիմա ես արդեն ոնց որ ասում եմ ամուսնացած եմ։ Այո։ Ձեր շնորհիվ։ Այո։ Ամբողջ հարսանեկան արարողության ծախսերը, Մեղրամսի ծախսերը, բնակարանի ռեմնոր վերանորոգման ծախսերը, բան ամեն ինչը թողնում եմ ձեր վրա։ Ոնց այս ճաշը եփելեք, այդ ճաշը երկուսով ու ամբողջ անձնակազմով կուտեք միջև վերջ։ Եթե չկերակ, ես ձեր դեմ գրել Գործ եմ արել։ Ես բողոքելու եմ զակ։ Ես դիմելու եմ ոստիկանության։ Ես ես չեմ թողի հրաշ չան։ Ռավ, բայց արի գիտես նախ Հələ կնես միջև շարունակել էլի, ես ես ոգևորվեցի, Ինչի համար ոգևորվեցի։ Ինչի համար։ Բոլորը սպասում են գետոր վառա։ Դու ինչի բոլորն են սպասում, դու ինչի Եթե եմ սպասում։ Շուտով։ Ռավ, Շուտով։ ընտրել ես խավոր արդեն որ եթե արսանիք լինի։ Ազաբին ընտրել ես թե Այո։ լուրջ։ Ազաբին ընտրել եմ, Անիմաստ է, ես Խավորին քան- ընտրել եմ, տեղը ընտրել եմ, տանս վերանորոգումները արդեն վերջացրել եմ, հիմա արդեն սկսել եմ կահավորումը, երևի թե շուտով։ Էքսկլյուզիվ է մեր եթե։ Մենք ենք վարում։ Չէ, դուք չեք վարում։ մենք ենք վարում։ Ասել եմ ձեզ, բան չկա մեզ։ դուք նույնիսկ գրավիրված չեք։ Մենք աղջկա կոմբիս կգանք։ Չէ, ես Չէ, ոնց աղջիկը կողմ չունի։
Աղջիկը կողմ չունի։ Մենք նվագողների հետ կգանք, Նվագողներ ինչի չկա, չունի։ մի հատ DJ եմ կանչում։ Որովհետև մեր պես արել, աղջիկի տնեցքին ասա դուք չեք գալ։ Որովհետև ձեր հետ հավես այդի Վահանի հետ մի հատ խոսակ Վահանը Այստեղ մի արդեն հատ կասի։ թող գրվի։ Ուրիշ էլ ինչ եմ ասի, հարցնես ժամանակ կամել։ Հարցը չէ, ասես Հարցնես դες մեկի ժամանակ մի բան է կասե ու գալիս է, պապանա գալի բանա։ ասեք որ իմ հայրիկը Ռավ քեզ քանի որ չափից շատ են սիրում մարզերում, յուղերում։ Մի խոսքով մեր այն հասարակ ժողովուրդը, որովհետև դու զգացում ես որ ժողովրդից օծից դուս եկած մարդ ես, Սենց դե հիմա տենց է։ Հա, ես մտածում եմ օրինակ որ դու դերասան չդառնայիր, ժողովուրդը կուզեին հաստատ որ դու ասենք իրանց ինչ որ գյուղերից մեկի գյուղապետը գոնե լինեիր, էլի, որ իրանց աշկի առաջ լներ։ Գյուղս քանի որ շատ եմ սիրում ու ժամանակ առ ժամանակ գնում եմ, ինչ որ բանով օգտվում եմ, ծառատունկերի եմ մասնակցում գյուղում, բա։ Մթերումները բա։ Ինչ որ միացած բան են, արե որ էսի հաստատ ուզում ա գյուղապետ դառնամ։ Ես առաջարկում եմ տանք այդ շանսը։ Հաստատ գյուղապետ դառնալու բան, այ ժողովուրդ ջան, չէ, ես ոչ մի բան չեմ ուզում դառնամ, ես արդեն իմ մասնագիտությունը ընտրել եմ, ես թատրոնի, կինոյի դերասան եմ, ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, ոչ մի ուրիշ պաշտոն չեմ ուզում։ Եթե վերցնեին է մարզպետ գոնե։ Չէ, ինչի մարդ, երազել է, միանգամից լավ բան երազեն։ Կամ կուզեմ Իլոն Մասկի հաշվապահ լինեմ, այդպես մի բան։ Աշվապահուի է իրանը։ Ոչինչ, կասենք մի բան գտնի, այդքան փողի մեջ տեղ մի հատ էլ հաշվապահ լինի։ Ռավ, բայց ես առաջարկում եմ այդ մարդկանց, որ տես բաներ են գրում։ Ապեր հիմա գալիս են այդ մարդը, հատը մարդ վախում արդեն բան։ Գյուղապետ։ Գյուղապետով բան գալիս Չէ, է։ ես առաջարկում եմ այդ մարդկանց շանս տանք։ Մի անգամ էդի պատկերացնեն, որ դու կարող ես գյուղապետ լինես, բայց քանի որ դիմաց ընտրություններ առավ, իսկ մենք գիտես ժողովրդավար դեմոկրատ երկիր ենք։ Մենք պետք է ինչ-որ մի ձև անցնենք ընտրությունները կրենք։ Դա համար ինչա պետք նախընտրական քարոզարշավ գյուղապետ։ Այո, մենք պատրաստել ենք նախընտրական քարոզարշավի տեքստ։ Ես Տեքստը հիմա կբերենք, բայց իմպրովիզ է այս հատվածը կամ բաց թողնված տեղ, որտեղ դու պետք է իմպրովիզով Դուք ես զգաս, կողմնորոշվես արագ։ Ես խնդրեմ մեր սիրելի Ռաֆայել Երանոսյանից ստանանք Ռաֆիկ Երանոսյան գյուղապետի տեխնացու։ Համեցեք։ Հիմա բեղ եք դնում, կոստյում եք տալի։ Կոստյում չենք տա, քո շոյերը շատ լավ է։ Գյուղապետի շորերով այ։ Ռաֆ, էսենք։ Ես ինչի՞ է ձեզ թվում որ գյուղապետը սես պետք է լինի անպայման։ Ես ընդ Ես եմ պատկերացնում գյուղապետը Ռաֆ։ Խնդրեմ։ Խնդրեմ։ Ահա։ Որտեղ բացատրված քո ցանկության, որ ինչ ուզում ես ավելացնել, մենք քեզ հիմքն ենք տվել, էլի։ Ռաս աշխատում ես։ Միկրոֆոնս։ Սիրելի համագյուղացիներ, մոդենում է գյուղապետի հերթական ընտրությունները։ Շադրիդ խնդրանքով ես նույնպես կփորձեմ իմ բանը, բախտը։ Ես Ռաֆայել Համլետի Երանոսյանն եմ։ Բայց շատերը ինձ ճանաչում եք որպես Կապիկ Մեյմուն։ Ես որպես այս գյուղի համար կյանք տված մարդ խոսք եմ տալիս, եթե ընտրեք ինձ, տեղի ունենալու բազմաթիվ բարեփոխումներ։ Օրինակ, գյուղն ունենալու է լույս, ջուր, YouTube, Spotify ու ցուլ։ Վերջապես կառուցելու ենք մետրոյի աջափնյա կայարանը Արմավիրի մարզ գյուղ Լենուղիում։ Եթե ընտրվեմ մեր գյուղը մասնակցելու է կենգուրու մաթեմատիկական մրցույթին, X-Factor-ի կույր լսումներին եւ իհարկե բազմաթիվ տենդերներին։ Իմ գերնպատակն է դզվել։ Գոնե մի 5 տարի։ Իմ կարգախոսն է Մերետ Հավեսա։ Սիրով ձեր Ռաֆայել Երանոսյան Համլետի։ Ես խնդրեմ ստորագրես մենք դա պահենք որպես արտիֆակտ, որ Ռաֆայել Երանոսյանն է հյուրընկալում։ Հետո բան կարա լինի։ Չտպախենք։ Հենց աշխատակազմի ղեկավար մի տեղ ներկայացրին, բերելու ենք այս տողը։ Ռակետ Երանոսյան։ Սոնսոն։ Բան գյուղապետ, խնդրեմ ստորագրեք ձեր առաջի որոշումը։ Նա ստրագրությունը ոնց է։ Կան չել գր։ Կանի սենց։ Պես մառնայտնա պեչատ։ Մի հատ էլ առաջադրանք, եթե գյուղապետի տեղակալը լիներ Աբադոկ Սմբոն, մի հատ երկխոսություն համ գյուղապետով, Օրա Աբադոկ Սմբոին մորաստեմ ինձ վեր խոսում։ պատկասակ գյուղ Մեռնեմ ախպարս։ Դա իշեց։ Իշեցի սենց է ճիշտ։ Ես առաջարկում եմ որպեսզի մենք բոլորս այս բան ընտրենք վերահիշյալ տեխնացուին, որովհետև ըստ
ինձ Իսը չա։ ըստ ինձ նա միակն է որ կարող է մի քանի տարվա ընթացքում իրոք քանդել ջրգի։ Շնորհակալություն։ Լյուբոյ կանդաստեղ ասֆալտ աճի։ Ռաֆայել Երարոսյան ծափարենք։ Առ Լևոն ջան, մազերս է խառնեցի, ես այդ աղջիկը գալու է էլի։ Մազերն ա պետք է։ Սենսատիվ Փող բան աշխատի։ աշխատավարձ ասա։ Էսի 2000։ Էսի 2000, էսի 4000, էսի 5։ Հորքուրից լավ ավտո կանչեք, մեկ է ջեբը փող գտնեք։ Դա տենց էլ արել ենք։ Ես եմ ձեր եկել մեր տնից, հորքուրից չապել։ Ես մի հատ գաղտնիք բացեմ։ Այսօր ակրաս հորքուր գազի փողը տվել եմ, 100,000-ի գազ եք վառել։ Ուզեմ ջոգեմ տուն ինչ եք արել դու պապան 100,000 դրամի խիա գազ եկել 75,000 դրամի հոսանք հորքուր։ Всё, գնացինք, կարող եմ։ Ես առաջարկում եմ սենց մանր քայլերով մոտենանք մեր բրենդավորված սիրված փուլին։ Հələ Monk 3 հա։ Monk 3 давайте։ Իմիջայլոց հիշեցնեմ, որ կարող եք բաժանորդագրվել Monk 3 YouTube-ի ալիքին, ստեղծել զանգակի կոճակը, Եվ մեկնաբանություններում գրեք, տղաներ ջան, հետևում ենք ձեզ Խաբարովսկից հաջելի է։ Գնացինք Monk 3 փուլ։ Monk 3 Monk 3 Երկչույ։ Պապան վրեն խոսում է, ով է, Սիլվա Հակոբյան, Սիլվա Հակոբյանն է։ Սիլոյի պարը։ Արա ոտքերը, ձեռքերը, հետո կոնքերը։ Արար աշխարհը կպարի պարը, Սիլոյի պարը։ Ծապ պարը։ շարժում են կոնքերը, հետո ոտքերը, արար աշխարը կպարի վաղը, Սիլոյի պարը։ Ուրիշ, թիթիզ, չէ որ դու թիթիզի, թիթիզ, Չասում է։ թիթիզ, չէ որ դու թիթիզի, մեկնես, Ես փոքրիկ մի աղջիկ։ թիթիզ, Թաթա։ թիթիզ, թիթիզ, կլիպի մեջ նկարվել ես, Տիտիս։ թիթիզ, Այդ ինչ կլիպ է։ չէ որ դու թիթիզի, մեկնես, պարամպամ, Օրը չեմ իշը բրա դուք։ Հետո, դավայ մյուսը։ Հարսի սինի։ Երկիչը։ Ժամով երկիչ։ Ռոբոտ։ Ապեր ես ինչ է, բրատ։ Ձերս։ Ապեր ձերուս են, ինչ է։ Երկիչը բապարդ որդի ձերունն է։ Մեդավայ։ Ձեր։ Պահելա։ Վերև։ Բարձասու ձերքդ վեր։ Դե բարձասու ձերքերդ վեր։ Օ, ինգա անու շարշակ եմ։ Ձեր։ Դագաղ։ Չեմ ման միջը ասում։ ձեր վերևել է ռուսերենով թարգմանի, Հիմա որ դու լսես, հիմա ասես անը։ Դու սիրում ես։ Ես սիրում եմ։ Ձերքը վեր։ Խումբա, հայկական, դրսի, Backstreet Boys։ Руки вверх։ Արա, руки вверх, արա, օ, դավայ, գնար։ ռուկի վեր, խաբան, կրոշկա մայա, Трошка моя։ Չէ, ուրիշ։ ուրիշ, բան, 18 мне уже, 18 мне уже, 18, 18, не уже։ Это չի ուրիշ։ Ալյոշկա, ալո, Ալյոշկա։ Այո։ Դուրս նայելի, դրսի երկիչը։ Թռը գնացել աստուց։ Հելնում իշտումը։ Պարում եմ երկետակ։ Մայքլ Ջեքսոն։
Ես ինչ արա։ Ես եմ երկե։ Երկիչա թե երկչուի։ Երկչուի թե երկիչ։ Երկիչա։ Դու ինքը Սարո Թովմասյան։ Սպիտակցի Հայկո։ Բոյինգ Հովո Արշակյան։ Կարող է լովեսա, Աղջիկա։ ես հասկացել եմ, Ռավտայի։ Էսի ով է, էսա երեք ուզում աս, էսի։ Չես չի ջոգում։ Օպա։ Խենդ, Ես ինչ արա։ Եսի ով է։ Ես արել եմ դες։ Խենդ։ Խենդ։ Արտան Սաքսյան։ Խենդ։ Ռակի պես խենդ աղջիկ ես։ Մեկ արև ես, մեկ լուսին ես, մեկ կենզիկ, մեկ պոտորիկ ես։ Ապրետ։ Էտի չի լյով։ Սարը վրա։ Էդի։ Ուրիշի գրկում ես դու։ Ուրիշի գրկում ես դու, ուրիշի սրտում ես դու։ Հա։ Ուրիշի շուրթեն են համբուրում կես գուրգուրում։ Ուրիշի սրտում ես դու։ Օլգա Ասա։ Իվազյանի հետերը։ Բան կանգար, վարկյանի պատու կանգար։ Կանգար, վարկյանի պատու կանգար։ Մեր սիրո Ճիշտ է։ Վարդան Սաքսյանի բարևներ։ Բարևներ Առաջին անգամ եկել է հերոստատեսություն էլի։ Օրա այսինչ դժվար էր ապրել այս բարձր վերջնությունը ու չգիտես դժվար ես բաներ եմ։ Էս ինչ ապրել, ես դեռ ուրիշ լրիվ տեղ տարել։ Արի։ Այ ձեր ապրեք։ Եկանք հասանք մեր Կարմիր Խնձորի բունի մաստին, որտեղ Կարմիր Խնձորը ինք իրանով արգելված պտուղ է նշանակում։ Այո։ Բայց մեր դեպքում ինքը արգելված պտուղ չի, արգելված պատմություն, չհանրայնացվող պատմություն, որը գիտես դու ու շատ մտերիմ մարդիկ, որոնք չգիտեն լայն շրջանակները։ Դե նայ, ես օրինակ ներկայացումներից մեջ Փահլևանայի եթե գայք նայեք, Փահլևան ներկայացումը, կիմանայեք, որ այնտեղ բոլոր այն ինչը որ չեմ պատմել այս տարիների ընթացքում, դա այդտեղ Փահլևան ներկայացման մեջ դրանց մասին անդրադարձել եմ։ Ես ասում եմ, քանի որ վերջին ներկայացումներն են, չնայած չեմ պատմի էտի։ Ինչի պատմեմ, բա 23-24-ին արդեն այդ հումորը չի անցնում։ Մենք այդ 4 րոպեն լյովետ կնստենք կգրենք։ Չեմ պատմի ոչի բան։ Հորքուրից գնում ես, Հորքուր ջան, տաքսին կանչել եք, մի հատ կայնեք Հորքուրից։ Մի հատ նախշն հորքուրի։ Աբե փող դրեք, Հորքուրի սոմը շնորհը $200։ Կասես Ազաբը ես լինեմ, էլի, կասես լավ է սիրուն Ազաբ է։ Ամսի 14-ին համերգ եք։ Եթե միջև այդ եկա, եթե չէ, բան կգտնենք բան։ Դավայ կյանքս հասնես գրի։ Ծափտվեք օրտան Հորքուրը։ Գիտեք, սաղ շոու բիզնեսը Հորքուրին ճանաչում։ Ես գիտեմ։ Սաղ Հորքուրից Ու սիրումը ամենակարևորը է դա։ հացը դրած կերել են։ Արգելված բան, արի ինչ պատմեմ։ Ես իրականում այտենց բան չկա, որ ես պատմած չլինեմ, հազար ներողություն։ Այո։ Ալո։ Բարև ձեզ։ 3000 եվրո ասա։ Այդ օրս խաղրն ես։ 3000 Չեմ սիրում եք ոչ Գարիկին, ոչ Ռոբին։ կասկած Զզվում եմ ես դրանցից։ Կասկած Ես ուզում եմ Ռոբը մեռնի։ Ասա մինչև մեռնել թող գաստը Հա, դառնա։ որովհետև բան ուզում եմ Գարիկը առողջ չանա, որ հասկանա, որ առողջ ավելի լավ։ Չէ՞ դες։ Ասա Ռոբին ասա 24 մի վարքյան, արևս էլ մի վարքյան ցավը տանը։ Մի հատ ամսի 24-ին ինչ ունեմ անելու։ Արսանիկ ուներ։ Չէ, կարող ներկայացում ունեմ։ Եթե սկսի իշքա եփա վերջանում։ 25-ին է ներկայացում։ Երկուսին ռեկա լինելու ժամու կեսա տևելու ամենաշատ։ Արեք եթե ներկայացում ունեմ կգամ, այդ օրը ոչի բան չունեմ, ցավը տանում 24-ին օքեյ։ Հա, օքեյ, ցավը տանում։ Всё։ Ֆիքսեցինք մի հատ ուղակի ինձ գիշացնես էլի ամսի 23-ին։ Всё, արևս, մերսի։ Դավայ։ Ապա բայց չեմ հիշում հիմա ինչ պատմեմ։ Դե բաներ կա որ դա էֆիրից պատմելու չի։ Դե հենց այդ ենք ուզում, է։ Բաներ կա որ քֆուրով է, բաներ կա որ ասենք մի քիչ այտենց ուրիշ ձև է, ուրիշ ձև Ռաֆ, կնկալ մենք չունենք Նայ, սահմաններ։ նայ, դու չունես սահման։ Վերջերս բանը անընդհատ ինձ սպանում էին։ Շուտ մի հատ բան YouTube-յան Ռավային հարցանը մահացել է։ Նայ, դժբախտ պատահար Ռաֆայել Իրանոսյանի հետ, բան, մահացել է Ռաֆայել Իրան, ասենց կիսատ էր մնում, բան, ու մտնում են տակի շորուշ նյութեր էին գրում, բան։ Ապա մի օր քնած եմ տանը։ Արա արտանում են պայն, որ
Պապան սենց անում։ Թենումա Բանը աշկերտ պապ ինչ ես անում, ասում եմ, amma Facebook-ում գրել են որ դու մեռել ես։ Ստուգում ես։ Հա, ասա պապ ստուրն եմ, ոնց եմ մեռած, մա դեռ գրած էր Facebook-ում որ դու մեռել ես, ասի հելեմ ստուգ եմ։ Շատ կներես ես որ տեսնայություն ինչ բան պարից որ պապաս ստայ ոտը տա բարձրացած բանը Բանը բան։ Հավատն հասկանում ես, պապան հավատում ա տես բանը, ու պապային անհանգստանում է։ անհանգստանում են, բայց ինչ են անհանգստանում։ Տունն ես։ Ասում են բանն է, ասում են նոր եմ գալեմ ընդից։ Ոչ մի կռվել չկա, կոմպի դեմից նոր եմ գալել։ Այդ կոմպի դեմի նստած մարդը ոչ իհարկե ոչ Բայց որ հետաքրքիր է- ինքը ամեն ինչին հավատում է, հետո այդ ամեն ինչը պատմում է ինքը կամ գրում է շատ վստահ։ Հետո այդ ամեն ինչը կարդում է պապան հավատում է, իսկ պապան է որ հավատում է, հետո մեր տուն բայց որ մտե իր խոհանոց պապաս դեր Հիսուս քեզ Հա, կրիս Պապայի հետ կապված այնքան պատմություններ կա։ Եմ որ եկավ ինձ սենց արեց, նայ ասեց Ռաֆիկ ջան, հələ արի։ Գնացի, ասում եմ, էս ինտերնետին որ դու ինձ միացրել ես, որ ինտերնետով նայ Wi-Fi-ն եմ կպել տանը, ինտերնետին որ դու ինձ միացրել ես, ինձ ամեն օր այդ ինտերնետով բանը, չգիտեմ, ասում եմ, ոռ են նկարում ուղարկում։ Ասում եմ, ասպա, ով է քեզ ոռ ուղարկում։ Հա, Ռաֆիկ ջան, ասում եմ, չգիտեմ, ասում եմ, չեմ էլ բացում հեռախոսը, ամանչում եմ, բան արդեն։ Մեծ մարդ է, դե 80 տարեկան մարդ է։ Ուրեմն ինչ է եղել, նայ, ինքը որ է սմարթֆոնը տենց չգիտի օգտագործելով, ես բացում եմ, ես խփում եմ, բան նկարում է, որ սպիշկենետն է այս մասից նայ։ Հիմա կանգնեք, ես մի հատ էսի որ ավելի բանին էլ համար կանգնեք, հələ։ Մատերիալակտ։ Նայ, այստեղ նայ, պապոնը դի ոռ են ուղարկում իան վրա։ Ու ինքը ես անընդհատ որ իան նկարում է, գիտի, ասեմ, պապ, այդ հետիկ չի, պապ ջան, այդ հետիկ չի, պապ։ Այդ տեսակ միամիտ մարդ է պապան, բայց շատ հումորով։ Այնքան պատմություններ ունի, այդ գյուղի հետ կապված այնքան պատմություններ ունի։ Այդ ինչեր է պատմում, մի օր ասես որ սենց այդպես ես որ ծնվա հերս 3 տարի առաջ մեռել եմ։ Ես ասել ես 3 տարեկան եմ հերս մեռամ, ես որ ծնվա հերս 3 տարի առաջ մեռել եմ։ Ու մնացել չեմ ասում ինչ եղավ, իմ ու պապայի խոսակցությունը նախ ես ու պապան իրար շատ ընկեր ենք ու ընկերական ենք շփվում ու ովքեր որ եղել են մեր տուն լիովնել կփաստի, ովքեր որ եղել են մեր տուն նախ մեր սեղանը միշտ առատ է ու պատմություններ ու իրավիճակներ ու մենք այդ ամեն ինչին նայում ենք ցենց ուրիշ ձև, թեթև, հումորով, չենք բարթացնում, չենք ծանրացնում, մի հատ էլ էս ամեն ինչի մեջ մի հատ էս չենք վեկալում ցենց ձեռքներիս ու տենց ես շատ դեմ ինչ անում։ Այնպես որ սիրելի մեր հետևորդներ, սիրելի, հա, մշտիկներ եւ փշտիկներ, մի բան, այս կյանքը առածել ես կարճ է, լուրջ ու անընդհատ ինչ-որ sense փորձությունների մեջով ենք անցնում, անընդհատ փորձություններ, այս ամեն ինչի մեջ մեկտեղ էլ մի հատ էլ բարթացնենք մեր կյանքը, ինչ-որ sense բաների հետևից ընկնենք, թեթև ապրեք, հանգիստ ապրեք ու վայելեք այս հրաշալի կյանքը Ձենը տակտեղից է գալում Այդ մի օր ինձ ասեց, դες գիտես չէ, մի հատ մեր գյուղը մի հատ տղա էր, sense գնացել եմ, ուզում եմ ինչ-որ մի բանով օգնեմ, ասում եմ դե sense գզած դե քեզ ինչ կա քո ձենը տակտեղից է գալի։ Ասում Այն դեպքում Լենուղին ավելի տակ է տակտեղը ո՞րն է ապրել, տակ չի, ուղղակի կյանքին պետքա բան չանել, դեն շատ լուրջ չվերաբերվելու sense ես շատ գիտեմ ինչերի հետևից չընկնել։ Վայելեք կերեք, խմեք, կեֆարեք, հիմա տակը գրեն։ Ձենը տակտի ինչը վայելենք, արա, ինչը վայելենք, այն։ Ես առաջարկում եմ լավ YouTube-ում բանը տատի, բան թորրիկին գրկած տատիներին տեսել եք, հա։ Հիսուսի բանը մոմ վարելուց տատիներն են, հիմնականում մազերը sense սարկած մոմի դեմը, բայց քեզ խլեշ անում։ Անիծում է քեզ, թաղեմ քեզ։ Ինքը քեզ անիծում է, անընդհատ անիծում, այդքան անից կարա որ սա որ առաջի քրիստոնյա ազգն ենք։ Այս բան մեզ մոտ Ջեքսոնյան երեկո է Ես ասեմ էլ երկուերն եք հիմա այս բանը Բախնդալուկն Ջեքսոնն էլ է գալիս Բաց դիմա ունենք Ջեքսոն Իվանայ ես մի երկու Ջեքսոնից մի երկու ստեղծագործություն կատարել որոնք ես գիտեմ այս դա ինչ Լուրջ Կարմա լավ երկի Ջեքսոնի հերն է Գնացինք ես մեծ պատրաստվում եմ Ջեքսոնյան ֆրիստայլ եմ սպասում Դավայ Դուք բայց Պիտերը պան Հա դավայ գնաց դեռ տամի չես անում Ինչ որն ես երկում որ Կապ չունի սա դու կզգաս բանը կոկոն վարդեր է իրա Այսա բայտ Դա բիլիջին է ուրիշ բան Այսա բայ ռաֆ
ավելի բարձր։ Skin hit, dead hit, everybody gone back. Situation, I got vision, everybody I like in the news, on my news, everybody dog food. Bang bang, shock that, everybody gone back. All I wanna see is that they don't really care about us. All I wanna see is that they don't really care about us. Beat me, hate me, you can never break me. You me, to me, everybody do me. Kick me, hack me, touch a rag, write me. All I wanna see is that they don't really care about us. All I... Աչկպար։ Դու քեզանից գոհ ես։ Մի բան։ Այդ ինչ էր երգում։ Դա ոնց որ ես չէի։ Ռաֆը ես ուզում խափես Ջեքսոնը։ Այդ ինչ էր երգում։ Արտաքից բարձր երգի։ Այդ ինչ է։ Skin hit, գնաց։ Անկուն գիշերը, այվում կրկոտ էր։ Տանգոն Ինչ կրկոտ երգում Չէ, սպասի ես Այդ երգի մեջ ագրեսիա կա, երգի մեջ բողոք կա, մի քիչ բողոքի։ Լիլիթ Կարապետյանի Բիլիջինն է։ Skin hit, dead hit, everybody gone back. Situation, I got vision, everybody I like in the news, on my news, everybody dog for bang bang, shock tech, everybody gone back. All I wanna see is that they don't really care about us. All I wanna see is that they don't really care about us. Այս անգամ ավելի լավն է։ Ուզում ես մի հատ լեփս անեմ կանգ։ All I wanna see is that they don't really care about us. Նեք անջատեմ։ Այս անգամ լավներ չես համոզի։ Չէ, չէ, լավը չէր։ Տան 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 տանը բանա պամ պամ տան տան պամ պամ պանա բանա պամ տան պամ 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 տանը բանա պամ տան տանը բամ պանա բամ պանա բանա բամ պամ։ Չեմ տեսնում ես այլևս ինձ այս նախագծում։ Դիքնի, Վերացրեք Ոսը սա։ կոմենտ գրողներ է։ Լավ մանամ քրում եմ։ Եթե պենը։ Էրիկա տակ ձենը տակտեղից է գալ։ Ապրես։ Չէ, բայց ես Այո։ Էլ ինչու՞ն եք անել։ Հարգանք։ Հովանավորների կոմիսնը վերջն աղորդման թե էլի։ Մենք քեզ ուրիշ տվեր ունենք, հովանավոր չէ։ Քանի որ դու չունես թատերականի դիպլոմ, իսկ մենք ունենք կապեր։ Քեզ դիպլոմ Մենք քեզ նվիրում ենք ԵԹԿՊ-ի դիպլոմ։ Սապերով գնացինք։ Ռաֆս։ Եթե օրիգինալ չի եղավ, ապեր։ Մակուր օրիգինալ ԵԹԿՊ-ի Մեր է։ մանկության տանգոն նայել ես, չէ։ Հա։ Որ դու սեֆ տուտ կրլոս ուդես։ Դիպլոմն ուտելու ես։ Սա ԵԹԿՊ-ի օրիգինալ դիպլոմա։ ԵԹԿՊ-ն ի՞նչ է։ Ես այն Թուրքիի թատրոնի եւ կինոյի պետականից։ ԵԹԿՊ Գայ, էլի խնդրում եմ մի հատ Ռաֆայելը նայի կարտա։ Դե որ շատ խնդրում։ Диплом выдан Ераносяну Рафику Гамлетовичу в том, что в 2006 году окончил Государственный институт театрального искусства и решением Государственной экзаменационной комиссии от 25 июня 2006 года ему присвоена квалификация реквизитора. Հայ ես ռեկվիզիտոր եմ եղել։ Իմիջիայլոց ես կամերային թատրոնին որ մտել եմ ստուդիա, եղել եմ ռեկվիզիտոր։ եւ ստորա Город Ессентуки, 2006 год, директор института ԱԱ Երնջակյան։ Խնդրեմ, Ռաֆայել Սապերին Սապերով դիպլոմ ունի, մեր տղեն դիպլոմ ունի արդեն։ Այո, չունի, կորցրել է մեծ։ Կընտրեմ նկարեք ես դիպլոմով, ահա։ Նկարեցինք ես դիպլոմով։ Բայց Բայց մեջտեղից չեղեմ։ Մեր Անահիտը առանց դիպլոմ կմնա։ Ապրեք, շնորհակալություն։ Ուրիշ։ ուրիշ մերսի որ եկար Ռաֆ։ Էսքանն է։ Բան հովանավորների կողմից նվերներ բաներ չկա։ Մեր հովանավորը դու ես։ Ասենք կարող եք բանը մեր տաղավարում կարող եք մեր տաղավարում կարող եք ասենք գա քիշեր միջոցառումներ անցկացնել բացասական։ Մեր տաղավարը տալիս է։ Ռաֆ, մենք ավարտում ենք միշտ ունենք ավանդույթ։ Մեր հաղորդումը ավարտում ենք լավ երկով, իրեկով իրար գրկախառնված։ Չեմ ուզում ես գրկեմ։ Չես կարա դու։ Բայց մենք ենք ուզում քեզ։ Չէ, չի կարելի։ Չէ, մենք Լավ, գոնե կարանք։ Ես անձեռնմխել եմ։ Լավ, գոնե կարանք վերջ։ Անձեռնմխել եմ։ Գոնե կարանք վերջում իրար հետ։ Լա, էս ինչպես, էս ոնց անցան, ոնց եկան, հերացա տենց երկա։ Էսա կացենք, արի։ Դավայ, Հենց հիմա այդ, չէ։ բայց կարանք վերջում իրար հետ նկարվենք։ Ամանիշ կարանք, վերջում իրեկով դաժե կարանք անենք։ Չէ, վերջում ուղղակի մի հատ ֆոտո ունենանք էլի։ Ես Ինչ եք ա։ մի վեց Կամպետները որ դուք թափել եք գետնի, Դե մենք շատ փող ունենք։ քրտինք եմ թափել, եթե մեր տնից է բերվել այս կամպետները։ Հենց այսպես էլ ապրում ենք։ Մեր սիրած քաղաքում հենց այսպես էլ ապրում ենք։ Մեր սիրած քաղաքում սա Մելյովիկն է, սա էլ Սիփանը։ Օպերատոր, իսկ նա ադմինիստրատոր, պրոդյուսեր։ Հենց այսպես էլ ապրում ենք։ Ձեր սիրած Ջենետակտեղից է գալի, հենց այսպես էլ ապրում ենք։ Մեր սիրած քաղաքում։ Ծափարություններ Ռաֆայել Երանոսյան։ Բրավո։ Շնորհակալություն։ Դավայց գրկվում ենք։
Իրեկով յարա դա առանձին։ Մի հատ դույլյովը, մի հատ երեսուլյովը։ Սեցեն կգնեմ որ Յանի ֆոտոն կան։ Հայերով։ Ինչ ենք ֆոտո անելուց մի շունչ պահում։ Երևի որ չխ։ Չի, ոչ։